Կաթ մթերողները ապրիլի 1-ին ոչ թե կատակ են արել, այլ որոշել են անակնկալ մատուցել գյուղացիներին, աշոցք են հասել ու հայտարարել, որ կաթի մթերման գինը 20 դրամով իջեցնում են։ Սա էլ առաջ է բերել գյուղացիների դժգոհությունը, ովքեր այսօր աշոցքի կենտրոնում բողոքի ցույցի էին դուրս ելել։ Կաթի մարդ մենք չենք տա, մենք թափենք ու չենք տա։ Ես ինչքան կաթ պետք է տամ, որ հարտս վարեմ։ Տունես պայեմ։ Կերտամ 10 հատ խոզի գոճի կբերեմ։ Կտեմգը, զետեմգը, կաթը գլեսնեմ, տո խոզի գոջեք նուդեն, հաշվարկ կենեմ, էդիկ որ 250 կիլո միս տա, այսօր է 1 կիլո միսը 3500 դրամ, վերցնեմ ռեստորաններ տաշի վեշի են խաղեմ, ես է տանիմ կուդամ էդոնց։ Հոշի կատի սմետանը մազունը խանութը կես կիլանոս բանք են 400 դրամ է, մեր անարատ կատը 150 դրամ է, ում հասնեք որ կրանան կողություններս պաշպան է, անասնակերը թանք, գարի ծորենը թանք, տանջանքը շատ, կատն է գին չունի, ում արդին գում տանք, աշխատանք չունինք, հեշտ մե բանում չունինք, ում տանք կատը, ում տամ, 150 դրամով կատամ, 150 դրամի կատ կուտան, ես եմ հիվան մատ, պետք է երթամ ադեմ լիմոն առիմ 150 դրամ, մի հատ լիմոն է, ամեն ինչ թանկ է կատ եժնցավ։ Եթե մտերում են 150 դրամով, անասակերը թանկ է, պահել է դժվար է, արոդավայր կա եւ այլը, գոնե կարողանա պետությունը ինչ-որ մի չափով ժողովրդին գոնե այդ բանով օգնի, որ անաստապահական շրջան է, անասունից բացի ուրիշ ոչինչ չունենք, եւ կատիկինն էլ այդքան իջացնում են, մինչեւ երբ։ Գյուղացիները հաշվարկ են անում ու ասում, որ չեն պատրաստվում 150 դրամով կաթ վաճառել։ Օրական 20,000 խոտ կերցնում եմ կովին, կովից ստանում եմ 2000։ Երկու ամիս է պետք է կտեմ որ այդ պարկերս ու ստանամ որ վարկերս ու պարկերս փակեմ, հետո պետությունը վզից տերել է արդեն արի չոքի։ Հենգի բանկրոտների տակ։ Պահանջում են գինը թողնեն նույնը։ 170 դրամ, մեկ կով ուդում է մսունային շրջանում 150 դրամ ինչոր, էլ ուսկին հանն է 20 դրամի։ Ներկայիս մեկ անասունի կերը ծախսի վերածած, անասնակերը 150,000 ռուբլի է, որը կազմում է իրեն տարվա ընթացքում տված կատի գինը, կա արոդի վարձ, հողի վարձ, արածացնողի վարձ, շատ ծախսեր, որը մնում է մինուս գյուղացու ճագատին։ Աշոցքցիներն ասում են, որ տարածաշրջանում ապրուստի միակ միջոցն անասնապահությունն է եւ եթե կաթի մթերման գինը բավարար չլինի, ստիպված կլինեն անասուններին մորթել ու արտագաղթել։ Այդ անասունը սաղդի ծախեմ, ես էլ քոչիմ Ռուսաստան, սաղսեդի քոչինք, որովհետև տեղել երգիր չկա, եսիք պետություն չէ։ Եթե կտոր կատն էլ դարձյալ նորից ճշման, աշճանի իջացնում են, որ մարդիկ ստիպված չպահեն։ Եթե պահեն ենքան որ մի ինչ տար համար, ու ստիպված թափում գնում են, հետո ասում են, թե արտագաղթ է։ Դու ինչ ես անում հարգարժան, պետություն, հարգարժան ղեկավարներ, ինչ եք անում այս շրջանի համար, որ մարդիկ չգնան, ինչ եք անում։ Մարդիկ ընտանիքով են գնում, չեն մնում, ապրելու հնարավորություն չունեն, ինչով ապրեն, մինչև երբ։ Գյուղացիները երկրի ղեկավարներին հրավիրում են աշոցք, ապրելու այն պայմաններում, որում իրենք են ապրում։ Վերջիններս սպառնում էին, որ կփակեն միջպետական ճանապարհը, եթե կառավարությունը միջոցներ չձեռնարկի ու մթերողներին չստիպի վերանայել կաթի մթերման գինը։ Երբ որ Թորոս գյուղում այս ժողովուրդը կայնա, ու այս ճամպեն փագեց, ու այս մեր կառավարության երթող գալող ավտոները կայնան։ Այդ ժամանակ դուր կուկան այդ ղեկավարները, ըստեղ կտեսնին դե ժողովուրդը ինչ ձև է ապրում։